Ես ձեզ էլ հարց չունեմ, հաջորդ հարցը վերաբերվում է ըստ էության բոլոր դիմողներին, որտեղ դիմումների մեջ առաջ քաշված ենթադրվող իրականում առկա կամ առերևույթ խախտումների հիմքում իմ կարծիքով ընկած է մի շատ հիմնարար հասկացություն, ասենք, ես կուզենայի, որպեսզի մեր դիմողները պատասխանեն մի հարցի, որտեղ անձամբ իմ որպես դատավորի իրենց բերած հիմնավորումների գնահատականը մեծապես կախված է նաև այդ հարցի պատասխանից, ասենք, ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող իր բնութագրով եւ ինչպես է նա ընտրությունը կատարում, շատ կարճ, երկար ճառախոսություններ պետք չէ, ես ուզում եմ, որպեսզի ամեն մի քաղաքական ուժ բնութագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես ընտրող։ Ինձ թվում է այդ հարցին շատ կարճ հնարավոր չի պատասխանել, ինձ թվում է process-ը պետք է 0-ից սկսենք, որպեսզի դա։ Չէ, ընդհանրապես դառնանք լավ, ես չէ, հարցադրումով երկրորդ կոնտեքստն էլ ասեմ, տեսեք, երբ որ ես կարդում եմ դիմումները, իմ մոտ տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողը զանգվածը այսպես զոմբիներ են ինչ-որ, եւ ինչ-որ մեկը ասեց շուն շանգյալ, սրանք վախեցան, գնացին իրանց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձացավ ուրախությունից, այսքան պարզ չի կյանքը, գիտեք, ես ուզում եի, դուք ինչա մարդկանց լրիվ այսպես ավտոմատի տեղ եք դրել, որը ինչ մատի մի շարժումից պատրաստ են ինչ-որ հրամաններ կատարելու, հնարավոր չի, որ ատելության խոսքը հակառակ ազդեցություն ունենա, օրինակ, հարցադրում եմ անում, երբ որ մարդը այդ թեկնածուից հիասթափվի, չընտրի, ատելության խոսքի արտահայտությունից ելնելով, ինչու եք մենակ գնահատում, որ չէ, այս դաստի պես, որ իրեն ընտրեցին, այս գնահատականը տվեք, ասենք, քաղաքացիություն, այստեղ մենք անտեսում ենք, չէ՞ ոնց որ թե։ Հարգարժան պարոն Վաղարշյան, շատ լայնածավալ հարց եք բարձրացնում, խորը անթրոպոլոգիական, այստեղ իրավաբաններով ենք հավաքված, կարծում եմ մի հատ առանձին գիտական հետազոտության առարկա է, այսինքն կան շատ տարբեր խառնվածքի մարդիկ, տարբեր սոցիալական, կրթական, գիտակցական ցենզերով, կենսակերպի ցենզերով մարդիկ եւ իրավաբանության խնդիրն է եւ օրենքների խնդիրն է որոշակի համընդհանուր կրիտերիաներ հանել, թե որոնք կարող են ազդել կամ չազդել ընտրական process-ում անձի ազատ կամահայտնության վրա։ Դրա համար է, որ հենց եւ Վենետիկի հանձնաժողովը իր ուղեցույցներում օրինակ վարչական ռեսուրսի կիրառման եւ նաեւ այդ նույն տրամաբանության մեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր օրենսդրությունը ունեն որոշակի օրինակ սահմանափակումներ եւ չափանիշներ, թե ինչն է թույլատրելի, ինչը անթույլատրելի։ Հիմա տեսեք, նույն վարչական ռեսուրսի կամ կաշառքի կիրառման տրամաբանությունը որն է, որ այդ սահմանաչափերը դնում ենք, որպեսզի հնարավորինս զսպենք։ Ինչի է օրինակ սահմանված 800 միլիոն ծախսի սահմանաչափը, որպեսզի հասկանում են մարդիկ, որ բնականաբար հանրահավաքները ունեն զվարճանքի կոմպոնենտ եւ այլն, եւ որպեսզի այնպիսի տպավորություն չլինի, որ ինչ որ մեկը կարանա շատ մեծ ծախսեր անի, օրինակ Ջենիֆեր Լոպեսին հրավիրի եւ մարդկանց շատ ուրախացնի, մարդիկ կան, կարող է շատ պոպուլյար մարդ է, ու բնականաբար օրինակ Ջենիֆեր Լոպեսը շատ ավելի մեծ զանգվածներ կհրավիրեր դեպի այդ քաղաքական ուժը, քան եթե օրինակ ինչ որ մեկը ուրիշ մեկին հրավիրեր կամ չհրավիրեր, չեմ ուզում համեմատություն անել։ Հիմա այս բարակայում, այսինքն որոշակի պոպուլյարության գնահատականներ համարել են, որ կա եւ ասել են, որ եկեք սահմանափակենք բոլորին տանք, օրինակ 800,000-ի շրջանակներում մարդկանց համոզելու հնարավորություն, որպեսզի մեր առաջարկածը մնա զուտ քաղաքական խոսույթի սահմաններում եւ չդառնա ով ավելի շատ եւ ով ավելի տարբեր մեթոդներով կփորձի կաշառել ընտրողին, որովհետեւ մեկը կարող է իր գրպանից կաշառի իր ունեցածով 1000 դրամով, մեկը կարող է պետական բյուջեի հաշվից շոուներ կազմակերպի եւ այդպես կաշառի։
Եվ բայց էությունը մնում է դրա նույնը, մեկը կարող է սպառնա, դրա համար ասում են մեկը վարչական ռեսուրս մի կիրառեք, երկրորդը կաշառք մի բաժանեք, երրորդը ասում են, որ չգիտեմ, մի ահաբեկեք, ատելության խոսք մի տարածեք, դեզինֆորմացիա մի տարածեք եւ այդ կրիտերիաներն են, որ կա ամեն մեկի լայնորեն կիրառումը կարող է կումուլյատիվ էֆեկտ ունենալ եւ այստեղ ցավոք սրտի բնականաբար ունենք մանավանդ հոգեբանական ազդեցության տեսակետից այս հարցը եթե համարի ինչ որ մի օր սահմանադրական դատարանը որ ենթակա գնահատման, ապա կարծում եմ որ առավել ճիշտ չափման միավոր քան սոցիոլոգիական հարցումներն են չեն կարող լինել եւ հետագայում կարող ենք օրինակ դիտարկել ամեն իրավախախտմանը ինչ որ կշիռ տանք պայմանական ամեն մի վարչական ռեսուրսի խախտումը լինի 0.25 կամ էս ինչ տեսծավարինը, եթե տենանք հետո հաշվենք, որ օրինակ 100 միավոր անցավ, համարենք, որ զանգվածային է, բայց հիմա այս պարագայում բնականաբար բոլոր կողմերներ սահմանափակված են կոնկրետ մաթեմատիկական հաշվարկ ներկայացնելու հնարավորությունից։